ընկերներ, ողջույն, այսօր միասին սահմանելու ենք, թե ինչ բան է տարական ձևափոխությունը եւ ապացուցել ենք մի թեորեմ, որն ասում է, որ տարական ձևափոխություն կիրառելով գծային հավասարների համակարգի նկատմամբ ստանում ես համարժեք, ինչ որ համարժեք հավասարություն, ստանում ես համարժեքություն սկզբնական, այսինքն այդ փոփոխությունները թույլատրելի են։ Նախ եւ առաջ տանք հետեւյալ սահմանը, որոնք գործողությունը կոչվում է թույլատրելի գծային հավասարման համակարգի նկատմամբ, եթե այդ գործողության արդյունքում ստանում ենք սկզբնական համակարգին համարժեք համակարգ։ Ուրեմն գծային հավասարների համակարգի նկատմամբ թույլատրելի գործողությունները 3 տիպի են, որոնց ընդունված է անվանել տարական ձևափոխություններ։ Առաջին ձևափոխությունը ասում է հետևյալը, որ այս համակարգի կամայական երկու հավասարում կարող է տեղերը փոխել։ Օրինակ այս հավասարումը կարանք գրենք այստեղ առաջին դերքում, իսկ սա բերենք այստեղ ներքևը գնանք, այսինքն սրանք տեղերով փոխենք։ Սա նորմալ է, որը ակնհայտ կերպով երևում է։ Երկրորդն ասում է, որ հավասարների համակարգի կամայական հավասարում կարող ես բազմապատկել 0-ից տարբեր լիանդմա թվով։ Կարող ես բազմապատկել 0-ից տարբեր լիանդմա թվով։ Երրորդն ասում է, որ դու կարող ես կամական երկու հավասարում իրար հետ գումարել նախապես ինչ որ մեկը բազմապատկելով թվով։ Օրինակ առաջին երկուսի համար եթե բերենք, ասենք ես երկուսը կարող եմ ես իրար հետ գումարեմ, նախապես ենթադրենք երկուսը բազմապատկեմ ինչ որ լիանդմա թվով։ Հիմա եկեք այդ ամեն ինչը ավելի ձևակերպված այստեղ դիտարկենք, ուրեմն սա է կատարել առաջին տիպի տարական ձևափոխությունը նշանակում է համակարգի որևէ երկու հավասարում տեղերը փոխել, երկրորդ տիպի տարական ձևափոխությունը նշանակում է համակարգի որևէ հավասարում բազմապատկել 0-ից տարբեր թվով, եւ երրորդ տիպի տարական ձևափոխությունը նշանակում է համակարգի որևէ հավասարում գումարել մի այլ հավասարումով, վերջինս նախորդ բազմապատկելով կամայական իրական թվով։ Շատ լավ, հիմա եկեք ձևակերպենք թեորեմ եւ անցնենք թեորեմի ապացուցմանը, ուրեմն թեորեմն ասում է հետեւյալը, որ տարական ձևափոխությունից հետո ստացված գծային հավասարների համակարգը համարժեք են սկզբնականին։ Տարական ձևափոխությունը սահմանեցինք, հիմա համարժեքության մասին խոսենք։ Առաջին տարական ձևափոխությունը ասում է, որ տեղերով կարաս համակարգի տողեր այդ փոխես։ Դա ակնհայտ է, այստեղ ապացուցելու ոչինչ չկա, ակնհայտ է, որ համակարգում կամայական տող կամ տեղերով փոխեմ։ Ըստ իմ գրած, եթե ունեմ այսպես 3 տող, ես հիմա կարամ այս տողը բերեմ առաջինը գրեմ, հետո սա երկրորդը, էլի, ոնց ուզեմ դասավորությունը կամ դեմ, սա ոչ մի բանի վրա չի ազդում։ Երկրորդն ասում է, որ թվով բազմապատկումը։ Ուրեմն ենթադրենք 9-րդ հավասարումը ունենք, սա գծային հավասար եւ իրան բազմապատկել ենք լիանդմա 0-ից տարբեր թվով։ Դրանց համարժեքությունը երևում է այս երկու հավասարումների համարժեքությունից։ Լուծել սա, թե լուծել սա միևնույն բանն է, այսինքն լուծման վրա ոչինչով սա չի ազդում։ Եվ երրորդ հավասարման համար, ուրեմն 9-րդ հավասարումը գումարել ենք j-րդ հավասարումով, ունենք i եւ j հավասարումները։ Տեսեք, սա 9-րդ առաջին ինդեքսը ցույց է տալիս տողի համարը, տողի համարը նշանակում է, թե ո-րդ հավասարումն է այն։ 9-րդ հավասարմանը գումարել ենք j-րդ հավասարումը, բայց j-րդ հավասարումը նախապես բազմապատկել ենք լիանդմայով։ Եվ սրա համարժեքությունը երևում է այս երկու համակարգերի, այս երկուսի համարժեքությունից։ Վերջ ընկերներ, այսպեսով թեորեմը նույնպես ապացուցվեց, սա գործնականում մենք միասին կիրառել ենք մի քանի այլ բաներ ունենք անցնելու տեսական, որից հետո կանցնենք գործնական մի քանի վարժություններ, որոնք կտեսնենք, թե ինչու են այս տարական ձևափոխությունները պետք եւ ինչու մենք այն ուսումնասիրեցինք։ Այսօրվա համար այսքանը, չմոռանաք բաժանորդագրվել YouTube-ի անալիքին, հաջորդիվ դիտարկել ենք ավելի հետաքրքիր խնդիրներ։ Լավ մնացեք, կհանդիպենք։